Երբևիցե ինքներդ ձեզ հարց տվել եք, խի օրինակ մեր հարևան Վրաստանում մեքենաները 30-ից 40% ավելի մաչելի են։ Խեն մեր հայրենակիցները գնում Վրաստան հանգստանալու ու տեղից հետները բերում օրինակ թաց անձեռնոցիկ, տեխնիկա, հիգիենայի պարագաներ, դեղորայք, այդ մեր պետությունը չի մտածում մեր ժողովրդի մասին, ինադուտ հանգա դրել, զարմացնեմ ձեզ։ Մենք ԵԱՏՄ-ի կազմում ենք։ Այն առաջվա սովետի մի քանի պետությունները, որ միացել են իրար ու ընդհանուր մաքսային տարածք ունեն։ Այսինքն, եթե մենք մեքենա ենք բերում BMW Ամերիկայից կամ Եվրոպայից, մենք վճարում ենք բավականին մեծ ռաստամոշկա, մաքսատուր, նույն հիգիենայի պարագաները, նույն դեղորայքը, նույն լիքը սերմացուներ ու ամեն ինչ։ Խիա տենց, ասեմ խիա տենց։ Նայեք, ԵԱՏՄ-ն ասում է մենք արտադրում ենք դեղորայք, առանց մաքսատուրքի մեր մի քանի պետությունների մեջ կարաք այդ դեղորայքը գնեք։ Նույնը տեխնիկան, ԵԱՏՄ-ի մեջ տեխնիկա են արտադրում, կարող է։ Նույնը մեքենան, լադան էլի, ասում են լադան կարաք բերեք առանց մաքսատուրքի, խեք գնում BMW առնում, պատկերացրիք, ու հիմա մեր պետությունում ամեն ինչ թանկ է, որովհետև ժողովրդի ոնց կա համոզես գնա, օրինակ ռուսական տեխնիկա, ռուսական տելևիզոր առ բերդիշ տունը, ռուսական մեքենա, լադա, չէ, բոլորն ուզում են ավելի բարեկեցիկ ապրեն, ավելի լավ ապրեն։ Դրա համար վճարում են ահռելի մեծ մաքսատուրքեր, ռաստամոշկեք, որ վարեն այդ մեքենան։ Ու դրա համար մեր մոտ ամեն ինչ թանկ է։ Իրականում այդ փողն էլ որ մուծում են, այդ մաքսատուրքները չի գնում մեր ասֆալտներին, մեր ուսուցիչներին, չէ, գնում է ԵԱՏՄ։ ԵԱՏՄ-ն էլ ոնց ուզում որոշում է այդ փողը ոնց գա Հայաստան։ Նամանավանդ որ հանկարծ դու ապրանք ես բերում օրինակ Եվրոպայից, այդտեղ թանկ մաքսատուրք ես անում այդ եթում ԵԱՏՄ ու մի հատ էլ այդ ապրանքը արտահանում ես մի հատ էլ ուրիշ երկիր, այնտեսն էլ վերադարձնում ես քեզ։ Մեր պետությունը ոչ մի օգուտ չստացավ դրանից։ Իսկ եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, օրինակ $10,000 փոխարեն, որ մենք վճարում ենք մաքսատուրք, վճարենք $2,000, բայց այդ երկուսն է գնա մեր բյուջե, ոչ չէ, 10-ը գնա եսիմուր։ Լավ կլինի, չէ՞։ Մտածելա պետք, չէ՞։ Պատկերացրիք։